Առաջինի եթերում մանրամասներն են, դες հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Վարչապետ Փաշինյանը եւ 10 եպիսկոպոսները հայտարարել են Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին եւ հրապարակել ճանապարհային քարտեզը, որտեղ կան հետեւյալ հիմնական կետեր։ Բարենորոգման օրակարգի հանրահռչակում, եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Թեմայի շուրջ այսօր զրուցել ենք Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, կարծես թե այս փաստաթուղթը, որը հրապարակվեց, տրամաբանական էր եւ բխում էր այն տրամաբանությունից, որը մենք առնվազն հետևում ենք անցյալ տարվա շրջանակներում։ Ըստ ձեզ, ինչու հենց հիմա արդյոք սա նախապես պլանավորված մի ճանապարհային քարտեզ էր եւ ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք այդ ճանապարհային քարտեզի իրագործման հեռանկարները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ձեզ եւ մեր հետևորդներին շնորհավորում եմ։ Փրկիչը ծնվեց։ Դա կարեւոր է մեր համար։ Մենք կփրկվենք։ Ուրիշ փրկիչներ թող ինքնակոչ փրկիչներ մեզ պետք չեն։ Այսօր այդ օրն է։ Մենք գիտենք ով է մեզ փրկելու եւ փրկում է։ Հիմա անցնենք գործին։ Ես կարծում եմ, որ պետաիրավական հանձնաժողովը կամ ընդհանրապես ազգային ժողովը արդարադատության նախարարության հետ պետք է մի ուրիշ հայտարարություն աներ, որ հայտ է ներկայացվել կրոնական քաղաքական կազմակերպություն ստեղծելու մասին։ Այսինքն մենք ունենք արդեն 3-4 տարի է, գուցե ավել, կա կրոնական կազմակերպություն, որը որ քաղաքական հայտ է ներկայացնում, խառնվում է քաղաքական կյանքին, խախտելով իր կանոնադրությունը, խախտելով օրենքները Հայաստանի Հանրապետության, ուրեմն հարկավոր է դա օրինականացնել այն կազմակերպությունը, որին մենք ասում ենք Հայ առաքելական Սուրբ Եկեղեցի, այդ կազմակերպությունը, որը պետք է մեր փրկությունով զբաղվեր, փրկիչի օրն է, չէ՞ այսօր, պետք է մեր հոգևոր կյանքով զբաղվեր, զբաղվում է քաղաքականությունով, ուրեմն դա հարկավոր է գրանցել որպես քաղաքական կազմակերպություն, կա Հայաստանի Հանրապետությունում կրոնական քաղաքական կազմակերպություն, այսինքն որը ուզում է ստեղծել կրոնական պետություն, դա մեկ, պետք է բաժանվի ու պետք է արձագանքի դրան արդարադատության նախարարությունը, լիցենզիա տվողը, կազմակերպությունը գրանցված է, ուրեմն դա հարկավոր է վերագրանցել որպես կրոնական քաղաքական կազմակերպություն եւ 10 եւ պլյուս, ասենք, 10 չեն, չէ՞ այդ սրբազանները, նրանց էլ գրանցել որպես Հայ առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական հասարակական կազմակերպություն։ Ինչքան երկու տարբեր կազմակերպություն։ Փաստորեն այդպես է ստացվել, եթե նրանք զբաղվում են քաղաքականությունով, բաց է մնացել աղոթքի տեղը, բա մեր խոսքը ով է հասցնելու Աստծուն։ Բա նրանց գործը աղոթելն է։ Մեր կյանքը, մեր հասարակական կյանքը, հոգևոր կյանքը կազմակերպելն է։ Եթե դուք զբաղվում եք քաղաքականությունով եւ իմիջիալոց կոշտ քաղաքականությունով, ասենք բռնությամբ իշխանություն փոխելը, մեծամասնությանը ճնշելը, տեսեք ինչ է նշանակում, քանի հոգի են իրենք, ընդհանրապես քանի հոգով են ընտրում այդ սրբազաններին եւ իրենց պետին, պայմանական, ես մասնակցել եմ այդ ընտրություններին։ Մի քանի տասնյակ հոգի են ընդ ինչքան գիտեմ։ Եկեք մի 500 հոգի տանք, հա, մեր կողմից նվեր, 300 հոգի։ 300 հոգին հիմա փաստորեն ընդվզել է այդ 300 հոգին, ասում են մենք համաձայն չենք 1.5 միլիոնի ընտրության հետ։ Այսինքն անկախ պետությունը, դուք գիտեք, ռեֆերենդումը ես հանրաքվեն նկատի ունեմ, եթե Հայաստանի քաղաքացիները, սովետական Հայաստանի քաղաքացիները ընտրել են անկախ պետականությունը, դուրս են եկել սովետական միության կազմից, SNG-ի կազմից, SSR-ի կազմից, Ռոմանովների իմպերիայից, շահերի, չգիտեմ, խալիֆների, սուլթանների, իմպերիաներից դուրս գալու ցանկություն հայտնել է մեր ժողովուրդը 1.5 միլիոն։ Բայց ինչի 1.5 միլիոն։ 2.5
ինչ առատաձեռն եմ, միլիոն են կողմ, սխալվել եմ, կներեք, իհարկե, 470,000, 2,470,000, ուրեմն երկրորդ դեպքը, որը մեր ժողովուրդը նույնպես կամք է դրսևորել, դա Եվրոմիությանը ընդառաջ գնալն է, տեսեք, ես չեմ ասում գնալ Եվրոմիությունը գալիս է Հայաստան, մենք անհրաժեշտ 50,000-ի Դուք ընդունված օրենքը այդպես եք գնահատում, ընդհանրապես Եվրոմիության ընդառաջ գնալ։ Այո, Եվրոմիությունը եկել է, գալիս է անընդհատ։ Նույնիսկ դիտորդներ է ուղարկել մեր սահմանները պաշտպանելու համար։ Ես չեմ ասում, որ փող է ուղարկում ժլատ Եվրոպան մեզ, աջակցում է, հայտարարություններ է տալիս, օրենքներ է ուղարկում, թարգմանիչներ է ուղարկում, տեխնոլոգիաներ է տալիս, մեր անորակ ապրանքը թույլ է տալիս, որ իր շուկայում վաճառենք։ Այսինքն Եվրոպան եկել է Հայաստան, բացի դրանից նրանք հայտարարում են, մեզ հայտարարում են հավատարիմ, դեռևս հին Հռոմի ժամանակներից, դաշնակից, գիտեք այսօր նաև ինչ օր է, ես այս առիթով եմ ուզում ձեզ շնորհավորել։ Այսօր Լևոն Մեծագործը հռչակեց Կիլիկյան անկախ պետություն։ Ոչ միայն փրկիչի օրն է այսօր, նաև հայկական պետության հիմնադրման օրն է։ Կիլիկիայի հայկական թագավորությունը աշխարհի կողմից ճանաչվեց որպես անկախ ազատ պետություն, թագավորություն։ Հիմա մտնելու են տակը գրեն, բայց ֆրանսիացիները ծախեցին մեզ, չփրկեցին Կիլիկյան։ Մենք պետք է մեզ փրկենք։ Նրանք ճանաչեցին մեր իրավունքը։ Ես անդադ դա ասելու եմ, պարոն Աշակյան, անդադ դա ասելու եմ, որպեսզի դուք ձեր նման մարդիկ սա ասեն, որ ոմանց գլուխը մտնի, որ ոչ մեկ մեզ երբեք չի փրկելու բացի մեզանից։ Այո, գլուխներ կան, որ այդտեղ ոչինչ չի մտնում։ Դուք շատ լավ սկսեցիք իդեպ ձեր շնորհավորանքը փրկչին հիշատակելով, եւ սա շատ կարեւոր է իրականում եւ իր մեջ շատ մեծ խորհուրդ ունի, որովհետեւ Հայաստանում շատերը ման են գալիս, փնտրում են փրկիչներ, ոչ այնտեղ, որտեղ այդ փրկիչները կարող են լինել։ Դա մոլորված են։ Մենք հիմա մեր գործը անում ենք, այդ ովքեր որ սխալվում են, նրանք արդեն իրավունք չունեն ասելու, որ մենք չենք իմացել։ Մենք հենց նոր ասացինք, երկու փրկիչ կա։ Մեկը Տեր Աստված, մյուսը մենք։ Մենք երկրի վրա, Աստված երկնքում։ Հայ ժողովուրդը եթե ուզում է փրկվել, ինքը պետք է իրեն փրկի Աստծո օգնությամբ։ Ուրեմն Կիլիկիայի հայկական թագավորությունը, ես ինչի դա ասեցի, նա նույնպես Եվրոմիությունն էր։ Եվրոմիությունը այն ժամանակվա թվարկեմ Հռոմի Պապը, Ֆրանսիայի, Բրիտանիայի, այն ժամանակ Անգլիայի եւ գերմանական սրբազան կայսրության կայսրը ճանաչեցին մեր պետություն ունենալու իրավունքը եւ հռչակեցին հայ, այսինքն մենք այս Եվրոմիությունը 60,000-ը ես կիսատ թողեցի, անհրաժեշտ էր 50,000 ստորագրություն հավաքել։ Կարևոր միտք ասացիք, ստիպված է ընդհատել, կներեք պարոն Աշակյան։ Չէ, նորմալ է, սա զրույց է, չէ, տոնական օր է, մենք հիմա եղբայրական հարաբերությունների մեջ ենք, բան չեմ, բարիկատ չկա մեր մեջ։ Մենք միշտ եղբայրական հարաբերությունների մեջ ենք, ոչ միայն այսօր։ Խնդրեմ, շարունակեք Եվրոմիության մասով, այսինքն Եվրոն եկել է, Եվրոպան եկել է Հայաստան։ Ու մենք գնացինք ընդառաջ մեր իշխանությունը, որը զգուշավոր է, ճկուն է, բալանսը, հավասարակշռված քաղաքականություն է վարում, այս անգամ ուղղակի օրենք ընդունեց։ Հիմա այդ կրոնական կազմակերպությունը, որը հիմա քաղաքականություն է զբաղվում, ասում է համաձայն չեմ այդ 60,000 քաղաքացիների ստորագրություն նվիրած քաղաքացիների կարծիքի հետ։ Մենք 600 հոգով այլ կարծիք ունենք։ Ես դրա համար ասում եմ, առանձնացրեք օրենքով։ Ես կարծում եմ, որ պետք է օրենքը աշխատի։ Կրոնական կազմակերպությունների մասին օրենքը պետք է աշխատի։ Արդարադատության նախարարության գործառույթը դա է։ Կարգի բերեք կրոնական կազմակերպությանը, հայտարարեք քաղաքական կազմակերպություն եւ մեր համար, հավատացյալներիս համար, հետևորդներիս համար, մկրտություն ստացածներիս համար գրանցեք նոր կազմակերպություն, կրոնական կազմակերպություն, ու մենք մտնենք օրակարգի մեջ, Եվրոմիության հետ մեր հարաբերությունների կարգավորման մեջ։
օրակարգ նկատի ունեմ։ Պարոն Արշակյան, բայց ինչպես դա անել, եթե այդ ձեր ասած քաղաքականությամբ զբաղվող կառավարական կազմակերպությունը շատ լավ հասկանում է այդ ամենը եւ պարազիտանում է կրոնի վրա, այդ պարազիտացման գործընթացով զբաղվելով քաղաքականությամբ, իրենք դա չեն անելու երբեք։ Եվ տեսեք, այսպես կոչված ընդդիմադիր ուժերի հայտարարությունները, մի քանի ուժեր այդ հայտարարությունները արել են, դատապարտելով այս հայտարարությունը եպիսկոպոսների եւ վարչապետի եւ նշելով, որ ոչ, չի կարելի այդպես անել, քաղաքականությունը մտնում է եկեղեցի, երբ որ ընդհանրապես հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Այսինքն այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենք կրոնի վրա այսօր պարազիտանում են եւ դրանից չեն հրաժարվելու համենայն դեպս կամավոր, իսկ այլ մեխանիզմներ չկան նրանց ստիպելու։ Այո, հենց խտրական։ Ձեր տրամաբանությունը շատ ճիշտ է։ Խտրականության մասին է խոսքը, այսինքն մարդիկ իրենց հետ բերում են նաև կրոնը, այսինքն դա առավելություն է իրենք փորձում են առավելության հասնել։ Փորձում են դարձնել քաղաքական գործիք կրոնը, քաղաքականության մեջ։ Այո, այ արդարադատության նախարարության գործը հենց դա է, որ պետք է զատի, նա պետք է զտի, եթե դու կրոնական կազմակերպություն ես, ուրեմն գնացեք աղոթեք ձեր գործն արեք, եթե քաղաքական կազմակերպություն եք, ուրեմն համեցեք քաղաքական հարթակ։ Լավ, պարոն Արշակյան, եկեք թեման փոխենք, կա եւս կարևոր իրադարձություն, Իլհամ Ալիևն է երեք խոսել հերթական անգամ, ինչով է հետաքրքիր այս որոշակի ակցենտները, որ Ալիևը դրել է, տեղական լրատվամիջոցներին մեծ հարցազրույց է տվել, տեսեք, ես հիմա ցիտելու եմ նրան։ Հայաստանը կարող է եւ դուրս կգա ստեղծված փակողուց։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Հայաստանը Նախիջևանի միջոցով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի երկաթուղիներ։ Սա նաեւ Հայաստանի համար է օգտակար։ Այստեղ պարտվող կողմ չպետք է լինի։ Առնվազն տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքականապես պարտվող է համարում, ապա դա նրա խնդիրն է։ Ինչպես ասում են, բայց եթե յուրաքանչյուրը պրագմատիկ մոտենա այս հարցին, կկարողանա տեսնել իր օգուտները, նշել է Ալիևը։ Հիմա հարց է առաջանում։ Առաջին իսկ օրվանից, երբ որ իշխանությունը, հայաստանյան իշխանությունը սկսեց խոսել խաղաղության կամ հայկական խաչմերուկից, որոշ մարդիկ, ընդդիմությունը այդ թվում նաև, ասում էին, չէ, սուտ է, կեղծ է, լինելու է Զանգեզուրի միջանցք, այո, էքստերիտորիալ եւ վերջ։ Մենք չենք կապվի մեր սիրելի Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով, Իրանի հետ չենք կապվի, ոչ մի բան չի լինելու։ Մենք արդեն տեսնում ենք, երբ որ Ադրբեջանի տարածքով աննշան քանակով սիմվոլիկ, բայց բեռներ են գալիս, որ դա այդպես չէ։ Հիմա Ալիևն է սա ասում։ Արդեն Ալիևն է ասում, իրենք շատ են չէ սիրում Ալիևին ցիտել։ Այն ժամանակ, երբ որ sense բռունցքով թափահարում էր, անընդհատ ցիտում է։ Հիմա ես եմ ցիտում Ալիևին։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սուտ ասում, թե միգուցե օգոստոսի 8-ը ամեն ինչ փոխեց եւ Ալիևը ստիպված է երգել այս նոր երգը։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Երգի առումով մեր երգիչները երգում էին Ալիևի երգերը։ Փաստորեն նրանք տիրաժի էին ենթարկում։ Հիմա մենք անում ենք դա, բայց դրական, հա, նշանը փոխում ենք։ Տեսեք, երկար ժամանակ Հայաստանում բազմացվում էր, բազմապատկվում էր Ալիևի կարծիքը եւ դա որպես ապրանք։ Ես հիմա հատուկ ցիտեցի Ալիևին։ Հա, մենք պետք է դա Դե թող տարածեն հիմա սա։ Եթե ժամանակ ունենք, մի քիչ կբացենք դա։ Խնդրեմ, ունեմ։ Ուրեմն Հայաստանում որպես ապրանք վաճառվում էր Ալիևի կարծիքը, կործանարար կարծիքը, հայկական պետության լուծարման կարծիքը, այդ սարսափ էին տարածում, վաճառում մեր վրա։ Մեզ դա էին ներկայացնում ընդդիմությունը, ես դա պարբերաբար ասել եմ, այսպես որ ես հիմա ինքս ինձ կրկնում եմ, ոմանց մեր հետևորդների համար երևի ձանձրալի է արդեն ինձ լսելը, ես ասում եմ, մեզ մի վախացրեք, մեր վախը արդեն անցել է, մենք չենք վախենում, ոչ ոքից չենք վախենում, ուրեմն երկար ժամանակ մեզ սարսափեցնում էին Զանգեզուրի, ես չգիտեմ, Դանցիգի, Գդանսկի միջանցքներով, անընդհատ վախացնում էին, որ վայ, փախեք փրկվեք, այ փախեք փրկվեք, դա էր, հիմա հետաքրքիր է, իսկ այս մասը, այս նոր հատարարությունը Ալիևի, նույնպես տիրաժի է ենթարկվելու, որ ես ձեզ ասեմ 1996 թվականի ամռանը, ես ամիսը չեմ հիշում,
Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գործարարների միության հիմնադիր ժողովին մի ելույթ ունեցավ։ Ես շատ եմ հավանում այդ ելույթը, տեսեք քանի տարի անցել, հիշում եմ, ասեց առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանների բացման, առանց տնտեսական հարաբերությունների նրանց հետ հայկական պետություն չի կարող գոյություն ունենալ 1996 թվականին։ Ես ենթադրում եմ, որ կա այդ ելույթը գործարարների հավաքին, ասեց, որ աներևակայել է Հայաստանը չի կարող զարգացող տնտեսություն ունենալ, դա Ալիևը չի ասել, Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմնադիր նախագահը, Արցախը ազատագրող նախագահը, ռեֆերենդում, անկախության ռեֆերենդում անցկացրած նախագահը, տեսեք ինչ բաներ եմ ասում, տիտղոսներ։ Հիմա ուրիշ բաներ է ասում։ Չէ, տեսեք, այն ժամանակ դա կա, մարդն ասել է, որ առանց խաղաղության 96 թվականին Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ առանց սահմանների բացման, առանց տնտեսական հարաբերությունների չի կարող լինել։ Այսինքն Ալիևը այսօր կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ես խլում եմ այդ հեղինակային իրավունքը Ալիևից, դա Ալիևը կրկնում է Տեր-Պետրոսյանին, դա մեկ։ Երկրորդը շատ կարևոր բան է, այսօր եւ 3 առաջ օրը Բաքվում մեծ խումբ կար ամերիկացիների պաշտպանության հանձնաժողովի կոնգրեսի նախագահի ղեկավարությամբ, այսինքն կոլտը դրել են Ալիևի ճակատին կամ քունքին, ասել են ասա, ինչ որ ասում էր Տեր-Պետրոսյանը կրկնի, դրել են առաջ, ասել են կարդա։ Ես կարծում եմ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը, ակտիվ ներկայությունը այստեղ չլիներ, Ալիևը էլի վերադարձի Նադիր Շահի, Շահ Աբասի մասին էր խոսելու։ Ուրեմն դա արդեն հաջողություն է, որ Ալիևը դա է ասում։ Եթե Ալիևը դա է ասում։ Ես երկու ձեռքով կողմ եմ 96-ին Տեր-Պետրոսյանի ասածներին։ Բացարձակ ճշմարտություն է եղել այն պահին, նույնիսկ այն պահին։ Ինչի համար ինքը դեպք քննադատվել է։ Հիմա այսօր ՀԱԿ-ի ադեպտները եւ ղեկավարությունը ուրիշ բան են ասում։ Ասում են, այս ինչ որ արվում է ճիշտ չի, որ Հայաստանի իշխանությունները սխալ ուղղությամբ են գնում։ Այն դեպքում, երբ որ 21-ի ընտրություններին, եթե չեմ սխալվում, նույն ՀԱԿ-ը գնում էր սթափվելու ժամանակն է, խաղաղություն է, մեզ պետք է այդ կարգախոսով էր գնում։ Ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց 96-ից հետո, 21 թվականից հետո, ՀԱԿ-ի հայացքները, մեր ընդդիմության հայացքների, առնվազն ընդդիմության մի մասի հայացքները ինչու այդպես ռադիկալ փոխվեցին։ Դե տեսեք, հենց միայն անունը, դա հայոց համազգային շարժման կարծիքներ, դա քաղաքական շարժում էր, Լևոն Տեր-Պետրոսյանը հայոց համազգային շարժման ղեկավարն էր, նա այդպիսի կարծիք ուներ։ Այսօր հայոց համազգային շարժումը վտարված է քաղաքական ասպարեզից։ Ուզում ասել, ՀԱԿ-ը դա հայոց համազգային շարժումը չի, դրանք տարբեր բաներ են։ Տեսեք, անկախության ռեֆերենդումը տեքստը հայտնի է, չէ՞, ուզում եք դուրս գալ սովետական միության կազմից ստեղծել ժողովրդավարական պետություն։ Դա հատուկ սեպարատիստական, Ռուսաստանին մերժող հանրաքվեր, հայոց համազգային շարժումն է դա կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ, ովքեր որ դրա հետ համաձայն չենք, ասում է, որ ջղաձգություն է դա։ ՀԱԿ-ը հիմա ասում է, որ ջղաձգվում եք դուք, այ երբ որ Եվրոմիության հետ ուզում եք միանալ, դա ջղաձգություն է։ Այդ տերմինը իրենք են ասել։ Բայց ինչի դարձան ռուսամետ։ Ինչ տեղի ունեցավ, որ այսպիսի փոփոխություն եղավ։ Հիմա Ռուսաստանի շահերն են պաշտպանում։ Մետամորֆոզ են ասում դրան։ Հիմքը ես չեմ հասկանում։ Նպատակադրում է։ Գիտեք, ես այնց երևում է, որ ես հասկացող արդեն, բայց դա չեմ հասկանում։ Շատ դժվար է հասկանալ, չէ՞, չեմ հասկանում հանրաքվե անցկացնել, Արցախը ազատագրել, պետությունը հիմնադրել, պետությունը բոլոր ինստիտուտները հիմնադրվել են այդ 90-ական թվականներին։ Պատկերացնում եք, եկեղեցին միավորել։ Դուք գիտեք, որ հրավիրեցինք Կիլիկիայից կաթողիկոսին լուրջ, ես ընտրություններին մասնակցել եմ, լուրջ ճնշում է գործադրվել, որ նա ընտրվի։ Ես մասնակցել եմ դրան։
Ես մի բան էլ միշտ ասում եմ, ես եղել եմ նաև ազգային ժողովի գերագույն սովետի գերագույն խորհրդի պաշտպանության ներքին գործերի ԱԱԾ-ի հանձնաժողովի անդամ եւ շատ բան գիտեմ լյուստրացիայի մասին։ Այդ պատկերացնում եք, չէ՞, ով է ձեր դեմ նստած։ Համ գուլագում եմ եղել, համ ԱԱԾ-ի լյուստրացիայի բաժնում տեսել եմ ինչ է կատարվում։ Մեր հոգեվորականները ես գիտեմ ինչ կարգավիճակ ունեն լյուստրացիայի իմաստով։ Ինչ էր նշանակում, շեղվում եմ։ Չեք շեղվում, շատ կարևոր է, շարունակեք։ Գիտեք ինչ էր նշանակում զուգահեռ գաղափարախոսությունը սովետական միության համար։ Պատկերացրեք սովետական միություն, որ Տրոցկի ու Կամենև, Զինովև չէր հանդուրժում, ու հանկարծ թույլ տվեց, որ զուգահեռ, չեմ ասում է այլընտրանքային, զուգահեռ գաղափարախոսություն լինի հավատացյալների համար, ուրեմն այնտեղ շատ ծանր ցենզ էր դրված, ում կարելի է վստահել դա։ Դրա համար մենք իսկապես Եվ վստահեցին։ Այո, վստահելիներին, վերնապոտ դնիներին վստահեցին եկեղեցին։ Հիմա մենք պետք է մաքրվենք։ Ինձ սխալ են արել, որ ուղարկել են կաթողիկոսի ընտրություններին, ինձ սխալ են արել, որ ուղարկել են գուլակ, սխալ են արել, որ ինձ պատգամավոր են ընտրել։ Բայց դուք ճիշտ եք արել, որ ինձ հրավիրել եք, խոսելու առիթ ունենք։ Ուրեմն անհասկանալի է այդ փոփոխությունը հայոց համազգային շարժման հետևորդները, հավատարիմները հիմա ոմանք անհավատարիմ են իրենց կենսագրությանը, իրենց ժառանգությանը, երբ որ ասում են կորչի անկախությունը փաստորեն, եթե դուք ասում եք Եվրազիական միություն, վերադառնանք մաքսային միություն, վերադառնանք սովետական միություն, նշանակում է դուք չեք հարգում ձեր ժառանգությունը, բա դուք ինչին արեցիք, դա արել եք դուք, անկախություն հռչակվել է, մի խոսքով հակի հարցը փակենք, բայց ես ասեմ, հակում հիմա կա առաջնորդ մտավորական է եւ այլն, դա արդեն լուրջ է։ Լավ, հակը իրոք հանգիստ թողենք, պարոն Աշոտյան։ Խնդիրը այլ է, որ այդ որ դուք ասում եք կորչի անկախությունը փաստացի, փաստացի դա է նշանակում։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր, միգուցե 100,000-ավոր մարդիկ, ովքեր իրենց գործողություններով, իրենց ընտրություններով այդ սկզբունքն են սպասարկում։ Փաստացի մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնց այդ անկախությունը պետք չի, որոնք տեսնում են մեզ Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակում, փաստացի, դա է նշանակում։ Լավ, սա ինչ է, սա էլ է մետամորֆոզ, թե այդ մարդիկ միշտ են եղել, միշտ այդպես են մտածել, եւ նրանք պատրաստ են կրակել սեփական ոտքին, ոչնչացնել սեփական երկրի անկախությունը, զրկվել սեփական բոլոր ազատություններից, դուք որպես գուլագում նստած մարդ, դա շատ լավ եք պատկերացնում, չէ՞, ազատության գինը։ Այդ ազատությունը իրենց համար գին չունի։ Իրենց համար կարևոր է ազատվել գործող իշխանությունից, որը ունի բազմաթիվ սխալներ, եւ ոչինչ, որ ձեռքի հետ էլ կա, ազատությունները կկորցնենք մենք մեր բոլոր եւ կդառնանք գուբերնիա, լավագույն դեպքում։ Սա ինչ է, սա ինչ երևույթ է, փորձենք մի փոքր էլ այդ մասին խոսել եւ ավարտենք։ Ընդհանրապես հոգեբանական վիճակ կա ինքնավնասարարության եւ մազոխիզմի մասին, բայց դա չքննարկենք, դուք հոգեբանի։ Մենք հոգեբաններ չենք, կարծում եմ դա հրավիրեք, նրանք կբացատրեն։ Ես ասում եմ, նախ անհատական խնդիր կա, ինքնավնասարարությունը։ Չէ, դա ակնհայտ է։ Փաստ է դա։ Հիմա մենք անցնենք դրա քաղաքական։ Առաջինը դա ժառանգություն է։ Այ ժառանգություն ենք ստացել։ 30 տարի անցել է, 34 տարի։ Դե հիմա կա։ Մարդիկ դրա մեջ են, դեռևս այնտեղ են մնացել։ Դուք գիտեք, որ հագուստի, սովորությունների, տոների շատ բաներում մարդիկ դեռևս կրկնում են։ Պահպանողական չասեմ, էլի։ Այ ժառանգության խնդիր կա, այդ 300,000-ը պայմանական ասենք կամ 30,000 ասենք, մարդիկ կան, որոնք որ փոփոխության կողմնակից չեն, նրանք դա են ուզում, վտանգ են տեսնում։ Երկրորդը, որը շատ կարևոր է, այն մեզանում այդ տեսեք ամենակարևոր ինստիտուտներից մեկը, օրինակ հոգևորականները, պատկերացնեք վստահելի չեն, նրանք տեսեք ինչ մեր ժողովուրդը դուք եք ցուցակները տեսել, չէ՞։ Ես 300-ից, այո, տեսել եմ, բայց դա պաշտոնի բերումով ես դրանք
չեմ հրապարակի երբեք։ Ես հենց դրա համար, պարոն Արշակյան, այդ հարցը ձեզ չեմ տալիս։ Այո, շնորհակալություն, ես հավատարիմ եմ իմ երդմանը։ Ուրեմն երդմնազանցություն կա։ Եթե մարդիկ տեսնում են ամենապատասխանատու ազնիվ մարդը, օրինակելի ազնիվ մարդը, օրինակելի վարք ու բարք ունեցող մարդը անառակ է, ստախոս է, երդմնազանց է, օղտը խախտում է, պատկերացնում եք, մարդիկ դա տեսնում են, հոգևորականները բարիկադներ են կառուցում, եղբայրասպանության կոչ են անում, մեր ժողովուրդը զգուշանում է, ասես գնանք այն երկիրը, որտեղ որ հոգևորականները իրավազուրկ էին, բա ինչ անենք, տեսեք ուր են տանում մարդիկ, ես արդարացնում եմ այդ 300,000-ին, 10% եմ ասում, 10%-ն է մեր հայ քաղաքացիների, 10% ասենք, դա համել բնական է, ես ասեմ բնական է այլախոհությունը, Այլախոհությունը, բայց ոչ թե սեփական ոտքին կարակել է։ Հա, ես ասում ձեր տարիների սովետական միության այլախոհությունը չի, պարոն Արշակյան։ Այլախոհությունը պարտադիր չի դրական նշանով լինի։ Մենք դրա մասին ենք խոսում, չէ՞ այլախոհություն։ Որևէ մեկը այլախոհության դեմ չի, հետևանքների մասին ենք խոսում այդ այլախոհության։ Քաղաքականության մեջ առաջինը դա, որ վախենում են, վախ կա, այ վախեցած մարդիկ են, ազատությունից, անկախությունից, պատասխանատվությունից վախեցած մարդիկ օրինակ են վերցնում այ հոգևորականների վարքագիծ, ասում են վտանգավոր է, եթե մենք ունենանք մեր պետությունը, այսպիսի հոգևորականներ ենք ունենալու, ուրեմն պետք չի մեզ ոչ հոգևորական, ոչ պետություն, պատասխանատվությունը թողնենք որևէ մեկի վրա, Մոսկվայի վրա, Մոսկվայի, Բրյուսելի, բայց թողել ենք, բայց ինչ արեցին, Ռոմի վրա դուրս ենք եկել։ Միշտ էլ փորն են տվել, էս։ Այդ Հռոմն էլ է փորը տվել, Տիզբոնն էլ է փորը տվել, Մոսկվան էլ է փորը տվել, դա խնդիրը։ Այո։ Եթե փորը չտային ուրիշ բան։ Միգուցե նաև ես կհասկանա այդ մարդկանց։ Այո, իհարկե։ 21-ից 23 թվականը ինչ տեղի ունեցավ։ Մենք ասացինք, որ դա ինքնասպանություն է, դա ինքնավնասարարություն է, գնահատականը տալիս ենք։ Դա ինքնավնասարարություն է։ Ինչի են մարդիկ դա անում։ Ես ասում եմ, որ նրանց թվում է, թե ավելի լավ է իրենց զոհաբերենք, հաստե իրենց ուրիշը տանի կառափնարան, այ ուրիշը չանի, իրենք անեն։ Այսինքն պատկերավոր ասած, հիմա ձեր տրամաբանությունը փորձեմ շղթայեմ, եթե թուրը գլխիդ վրայով անց են կացնում, պետք է գլուխդ ավելի կախկախես, որ թուրը առանց ցավի կտրի, չէ, ուղղակի ինքնասպանություն են գործում, ասում են, որ հանձնվելու, ես ասացի հանձնվելու, եւ մի ուրիշ բան էլ կա կարեւոր։ Դա մենք չենք, դա ինոագենտ ինստիտուտը կա, դրանք վարձկաններն են, դրանք ուրիշի շահերը պաշտպանող վճարովի։ Դե ոչ 300,000-ը։ Բայց 300,000-ը մենք հաշվեց, մենք մեջները 3,000 կա այդպիսի մարդ, որոնք այդ ամեն ինչը գեներացնում են եւ տարածում են այդ վախերը, այդ ֆեյքերը պայմանական, հա, որոնք քաղաքական շահեր են սպասարկում եւ նեղանձնական եւ ընդհանուր առմամբ իրենց կաշվի մասին են միայն մտածում, բա մնացածը։ Գիտեք ինչ, ես ուզում եմ ինձ ուղղել, հենց հիմա։ Մենք ունենք թվեր։ 2,470,000 մարդ հրաժարվել է ինքնասպանությունից, ապրել է, ուզեցել անկախություն, ազատություն, ժողովրդավարություն։ Թիվը ունենք մենք։ 10,047 հոգի անուն ազգանունով գրանցվել են որպես հանձնվողներ, ինքնասպաններ։ Ու մղուակի մենք ունենք, այ երբ որ ասում են, քանի հոգի եք դուք։ Ես ասում եմ 2,450,000 պայմանական։ Մենք այդքան ենք անկախություն ուզողները։ 10,000 հոգի մեզանից կամ 10,050 հոգի մեզանից չի ուզում անկախություն։ Դրանք պաշտոնական թվերն են։ Հենց ցուցակում գտնվողները, որ ժամանակին տեսել եք։ Պայմանական։ Չէ, նրանք տարբեր են լինում, նրանք ծպտվում են, թաքնվում են։ Նրանց չես կարող բռնել, ուղղակի լյուստրացիա պետք է անի լյուստրացիա է տեղի ունենում։ Պետությունը պետք է լյուստրացիա անի, մենք իմանանք ով է մեր հարևանը, ով է մեր բարեկամը, ով է մեր թշնամին, ով է մեզ մատնողը, ով է մրցակցությունը կեղծողը, ընտրությունը կեղծող է, դրանք այդ մատնիչները, ստուկաչները, դրանք ընտրությունը կեղծողներ են, մրցակցությունը կեղծող են, իրանք արտոնություն են ստանում։ Մենք մի քիչ առաջ խոսեցինք, չէ՞, կրոնական կազմակերպությունը,
Կրոնը հետը բերում է որպես առավելություն, ինքը մրցակցությունից դուրս է գալիս, անարդարացի, անազնիվ մրցակցություն է։ Ես հիմա ավարտեմ իմ միտքը, բոլորովին վերջերս այդ 60,000 ստորագրությունը, որ մենք հավաքեցինք Եվրոպային ընդառաջ, թող նրանք էլ հավաքեն, պարզվում է, որ չկան։ Տեսեք, մենք հայհոյում ենք մեր ժողովրդին իզուր տեղը, դա ճիշտ չի, կան ինչ-որ վարձկաններ, ինոագենտներ կային, որ տիրաժի են ենթարկվում։ Տեսեք, մեր մասին կարծիքներ են տարածում, որ մենք ուզում ենք Ռուսաստանի հետ լինենք, մենք ուզում ենք Պարսկաստանի հետ լինենք, մենք ուզում ենք Արաբստանի հետ լինենք։ Թուրքի հետ ենք ուզում։ Թուրքի հետ ենք ուզում լինել։ Դա զրպարտություն է։ Ես ասում եմ, թիվը կա։ 2.5 միլիոն ասելը ոչ ոք հետ չենք ուզում լինել։ Ուզում ենք անկախ լինել։ 60,000 հոգի մի տարի առաջ անհրաժեշտից 10,000 ձայն ավել հավաքեցինք, ասեցին, որ գնում ենք Եվրոպա, հիմա ովքեր որ ասում են ուզում ենք Եվրազիա գնալ, ուզում ենք խալիֆատ գնալ, ես չգիտեմ Թուրքիա գնալ, նրանք թող ստորագրություն հավաքեն, մենք ունենք 2.5 միլիոն անկախության համար, 60,000 ձայն, օրենքով սահմանված կարգով է դա, ունենք Եվրոմիության համար, ովքեր որ ասում են այլ բան թող բերեն թիվը, օրենքով սահմանված կարգով։ Ես կարծում եմ, որ մենք շահել ենք ու պետք չի մեր ժողովրդին հայհոյել։ Այդ 300,000 հոգին ես հետ եմ վերցնում, ժողովուրդ հետ եմ կանչում։ Ինոագենտներ են դրանք։ Դրանք ուրիշի վարձկաններն են, որ աշխատում են, ուրիշի շահերը մեր երկրում պաշտպանող էթնիկ հայեր կան։ Պարոն Արշակյան, չգիտեմ ինչպես մնացածի համար, այլոց համար, ձեզ այդ զրույցները ինձ համար միշտ ունեն ուսուցողական նշանակություն եւ ես հույս ունեմ, որ այդ նշանակությունը կունենա նաեւ գոնե մեր հեռուստադիտողների որոշ մասի համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր հյուրներ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։